Բարև։ Սիրելիներ, այսօր կհասնենք Ղևդացված գրքին 3-րդ գլխուն եւ պիտի անդրադառնանք անուշահոտ ընձաներուն 3-րդին։ Առաջին երկուքն էին ողջագեզն ու հացի ընձան։ Գիշեք, որ այդ հացի ընձան էր, որ կներկայացներ Քրիստոսի գադարյալ մարդկությունը։ Եվ հիմա երրորդը խաղաղության զոհաբերումն է, որ գխոսի հավատացյալներուն հաղորդակցության եւ ընկերակցության մասին Հայր Աստծո հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այս ընձան ավելի շատ կնմանի այն խաղաղության զոհին, որ Պողոս գագնարգե Եփեսացիս 2-րդ գլխում մեջ, որ կսկսի 10-րդ համարով։ Ադոր մեջ Պողոս կգրե, որ Քրիստոսի անձը մեր խաղաղությունն է, քանի որ ամբողջ հավատացյալներուն հաղորդակցության կբերե Հորը հետ Սուրբ Հոգին միջոցով։ Սակայն կա բզդիկ դարբերությունը Պողոսի խոսած այս խաղաղության ընձային մեջ, քանի որ շեշտը գտրվի ոչ թե խաչի արյունով եղած խաղաղության վրա, այլ որովհետև Քրիստոս խաղաղություն է եւ այդ խաղաղությունը հասանելի է մեզի խաչին վրա անոր զոհաբերության շնորհիվ։ Եվ այն վայրն է, ուր բոլոր հավատացյալները կհանդիպին Հայր Աստծո հետ։ Կտեսնեք Քրիստոս միակն է, սիրելիներ, որ այսօր գրնա կանտել այն բադը, որ կբաժնե անհատները, ընտանիքները, սերերը, ցեղերը, գրոնքները եւ ասկերը։ Բոլորը մեկ են Քրիստոսով, եւ մենք կրնանք վայելել Քրիստոսի անձը։ Խաղաղության ընձան գոհացուցիչ է Աստծո, քանի որ մեղավորը գրնակալ Աստծո խաչին վրա հնարավոր դարձած Քրիստոսի խաղաղության միջոցով։ Բայց եկեք տեսնենք խաղաղության զոհին եւ ողջագեզին նմանություններն ու դարբերությունները։ Երկու ընձաներն ալ նման են այն բանով, որ զոհված կենդանին պետք է ըլլա անարատ։ Դարբերություններն մեկը սերն է։ Ողջագեզի ընձան կարելի էր միայն արու կենդանի մատուցանել, մինչդեռ խաղաղության ընձային համար արու կամ էգ կենդանի։ Այս ցույց կտա Աստծո փափակը մեզ բոլորս մեկ դարձնելու Քրիստոսով։ Դարբերությունը ևս այն է, որ ողջագեզի ժամանակ ամբողջ զոհված կենդանին գտրվեր զոհասեղանին վրա գրագով այրելու համար։ Սակայն խաղաղության ընձային միայն ընդրված բաժինը կմատուցանվեր եւ այդ կբարունագեր ջարբերն ու ներքին մասերը։ Անարատ միսը ջարբ ուներ եւ ամենալավը կմատուցվեր Աստծո։ Աստված կուզե լավակույնը եւ հաջող այդ բահված հարստությունն է թանկարժեք հատկությունները, որոնք միայն Աստված գիտե։ Գային 3 տեսակի կենդանիներ, որոնք ընդունելի էին խաղաղության զոհաբերումին համար։ Արջարներ հոդեն, քարնուկ եւ այծեր։ Եվ անոնք բոլորը կներկայացնեն Քրիստոսի անձնավորութենեն հատուկ հատկանիշը։ Հոդեն ցուլը կամ երինչը կներկայացնե մեր Տիրոջ ծառայության ծառայի գերվարանքը։ Ցուլը ընդանի կենդանիմը որպես ծառա գհերգե թաշտերը, անշուշտ կճանչնան քարնուկը Աստվածաշունչի բազմաթիվ մեջբերումներ են։ Հիսուսի ծառայության սկիզբեն Հովան 1:29-ի մեջ Հովանես Մկրտիչ հայտարարեց. Ահա Աստծո քարը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Այզը կներկայացնե Քրիստոսի ամբողջական նույնացումը, որ բավարար է մարդու մեղքը վերցնելու։ Ան մեղք սեփվեցավ մեզի համար։ Ան վերցուց քու եւ իմ մեղքին ամբողջ բադիժը եւ այդ շարադրված է այստեղ այս զոհաբերության մեջ։ Ետքը կտեսնենք 13-15 համարներու մեջ ձեսի նմանությունները այն կհետևի նույն օրինակին, որ ունեցանք ողջագեզի ընձային մեջ։ Գրագը կսպարե խաղաղության ընձան, խոսելով Քրիստոսի լիագադար նվիրման մասին նույնիսկ դարաբանքի միջոցով։ Զարմանալի չէ, որ այս անուշահոտ բադարակ մնե Տիրոջ համար։ Որքան հրաշալի է այս խաղաղության ընձան։ Եվ նկատեցեք մեկ բան ևս, գուրցքը կդրվի եւ կվերադարձվի քահանային։ Այդ կխոսի Քրիստոսի սիրո մասին մեզի հանդեպ, որ ան սիրեց զիս եւ իր անձը տվավ ինձի համար։ Ան այսօր ինձի եւ քեզի գսե. իմ ոչխարներս կլսեն իմ ցայնս։
Սիրելիս, դու գլսես իրեն այս զոհապերության ընդմեջեն։